Պարոն Սիմոնյան, տեսեք, խաղաղության պայմանագրի այդ հայտարարությունից հետո, որ ավարտված է, Հայաստանի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը զրուցեց Ռուսաստանի նախագահի հետ։ Դուք տեղյակ եք խոսակցությունից, ինչի մասին է եղել եւ ինչ է Փաշինյանը փոխանցել Ռուսաստանի նախագահին եւ այնտեղից ինչպիսի արձագանք է։ Վարչապետը զրուցել է նաեւ Ֆրանսիայի նախագահի հետ, վարչապետը զրուցել է նաեւ Իրանի նախագահի հետ։ Դե ես ուզում եմ ասել, որ որևիցե ինտրիգ փնտրել են բանի մեջ, որ առաջինը Ռուսաստանը կարող առաջինը Իրանն լիներ կամ Ֆրանսիան լիներ կամ չգիտեմ որևիցե այլ երկիրն է, որևիցե մեր հարաբերությունները հաշվի առնելով Ռուսաստանի մենք հաշվետվություն եք ներկայացնում։ Ուրեմն Ռուսաստանի հետ հարաբերությունները հաշվի առնելով պետք է ասեմ, որ Հայաստանը ոնց վերջին մի քանի տարիների ընթացքում այնպես էլ հիմա գործում է որպես ինքնիշխան պետություն եւ ինքնուրույն է կայացնում որոշումները եւ ինքնուրույն է որոշում թե ում հետ երբ ինչ ձևով խոսա։ Իսկ ինչ է խոսացել հաղորդագրության մեջ գրված է եւ ես զրույցի հետ ծանոթ եմ նույն բանն է ինչ որ հաղորդագրության մեջ գրված է։